Պարոն Տեր-Գուլանյան, այսօր Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 24-րդ տարեդարձը։ Մենք ինչ ունեցանք այս 24 տարիների ընթացքում, կան գնահատականներ, որ ինչ-որ որոշումների, ինչ-որ սկզբունքային հարցերի հետ կապված մենք չկարողացանք պահպանել մեր անկախությունը։ Կիսում եք արդյոք այդ տեսակետները, թե ոչ։ Աստծո բարին նախ, շնորհավորում եմ բոլորիս մեր անկախության օրվա առթիվ։ Ամենաշատս հարցի վերջին պատասխանեմ, չեմ գիսում այդ տեսակետը։ Այս տարիների ընթացքում, 24 տարիների ընթացքում մենք կառուցեցինք մեր անկախ պետությունը եւ ոչ ոքի մտքով անգամ չասնի, որ Հայաստանը իր անկախությունը կարող է գործել որևէ բարակայում։ Ես պարզապես եմ որ ասում են հաբը կյանքս ինչի անցավ, հա։ Ցանկացած ժողովրդի բարձրագույն երազանք անկախ պետականությունն է։ Բանակը պատրաստում են, ենթադրենք 20 տարի, 50 տարի բանակ են պատրաստում, որպեսզի մի օր ճակատամարտ տա։ Այո։ Մեր ժողովուրդը 600 տարի մշակութային իմաստով անկախությունը նախապատրաստեց, եւ որ չուներ պետականություն։ Եվ ունեցավ։ Այսինքն մի հսկայական ժամանակ ենք մենք պատրաստել։ Եթե ցանկացած մշակույթ, ցանկացած ժողովրդի մշակույթ չի բերում այդ ժողովրդին անկախ պետականության, ուրեմն այդ մշակույթի մեջ մի խաթար բան կա։ Աստծուն փառք, որ մեր մշակույթը կարողացավ հաղթահարել դա։ Հաղթահարել եւ ստեղծել իր պետականությունը։ Կրկնում եմ 600 տարվա ընթացքում։ Մեր 600 տարվա երազանքն է եղել սա։ Այնպես որ մտածել թե Հայաստանը չկարողացավ անկախ պետականություն ստեղծել, գտնում եմ որ սխալ է դա։ Եվ այդպես չի կարելի մտածել բարձրապես։ Չի կարելի։ Ընդհակառակը, դեռ մենք մտածենք թե ինչպես հզորանցնենք մեր անկախ պետությունը, ինչպես ուժեղացնենք, ինչպես համազգային ամբողջ միտքը, ոգին հավաքենք պետության եւ պետականության շուրջ։ Իսկ մենք մեծ ազգ ենք, փոքր պետություն ենք, բայց մեծ ազգ։ Բոլորովին վերջերս ես համահայկական խաղերի ջահավարությանն էի գնացել Արեմդյան Հայաստան, որպես վարչության անդամ։ Ես տեսա գրեթե ամբողջ Արեմդյան Հայաստանը 6 օր շարունակ։ Եվ չեք պատկերացնում, թե ինչ է նշանակում հայրենիք կորցնելը։ Դա իմ մանկության երազանքն էր, եւ ես ամեն անգամ հետացքում էի։ Այս անգամ գնացի, բայց շատ դժվար բան է մանկության երազանքի հետ հանդիպելը։ Բայց հետո ոնց պետք է ապրես։ Եվ որ քեզ թվում է, որ արդեն տեսար, հա, կատարվեց մանկության երազանքը, ուրեմն պիտի այլ երազանք արտնասնես մեջդ։ Այլ երազանք հետևյալն է. պահպանել, ուժեղացնել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ չմոռանալ, որ մենք պիտի տեր դառնանք նաև մեր գործերած հայրենիքին։ Դա գորիսյալ հայրենիք չի։ Այնտեղ միլիոնավոր, այսպես քուրդեր են ապրում հիմնականում, որոնց երևի 7-ից 10 միլիոնը քրդացած հայեր են։ Ու շատերը խոստովանում են, մոտենում էին մեզ, խոստովանում, որ իրենք հայ են ցակումով։ Այո, բայց հայերեն չգիտեն խոսել։ Իսլամ են, բայց գալիս են հայկական եկեղեցի մոնվառելու։ Հետաքրքիր է։ Իսլամ են, բայց զարմանալի բան։ Մի կին են առնում ի տարբերություն մյուսների։ Այո, ըստ ավանդույթը պահպանվում է։ Ու ինձ համար շատ հետաքրքիր է այդ մարդկանց հետ զրուցելը։ Եվ նրանք սպասում են ուժեղ Հայաստանի, հա, որ ամբողջ Արեմդյան Հայաստանով մեկ գոռան մենք հայ ենք։ Ինչ է նշանակում սա, մենք պիտի ուժեղ լինենք, մենք պիտի հզորացնենք մեր պետությունը, մեր բանակը, հավաքվենք ամենագլխավորի շուրջ, որի համար մեր ժողովուրդը 600 տարի ոչ մենակ երազել, այլ գրիվ է տվել, եւ այսօր մենք դա ունենք։ Ինչպես պիտի անենք, որ պահպանենք, սրա մասին խոսենք, եւ ոչ թե մենք թույլ ենք տվել ինչ-որ մեր անկախությունից ինչ-որ մաս ուրիշին։ Չեմ հավատում ես դրան։ Ես տեսնում եմ, ես ակտիվ մարդ եմ, ամեն ինչ տեսնում եմ եւ գտնում եմ, որ մեր հատկապես հիանում եմ մեր երիտասարդությամբ։
Հիանում եմ, երբեմն ծայրահեղ քայլեր են անում իրենք, երբեմն։ Բայց դա երիտասարդությունն է մեր, մենք պիտի հաշվի նստենք իրենց հետ։ Այդ երիտասարդությունն է, ով անկախության սերունդն է։ Նրանք ուրիշ ձևի են մտածում, կամ մենք հավաքներս։ Իրենք հիմա շատ ավելի լավն են, կամ մենք իրենց տարիքում էինք, որտեղ իրենք անկախ պետության արդյունք են, այո, եւ անկախ պետության արդյունքն է, որ անկախ մտածողություն ունի։ Այսինքն մենք ենք իրենց ստեղծել եւ պիտի փորձենք մեր ջահելներին հասկանալ, իրար հասկանանք, այո, որտեղ մեր ջահելներն են իրենք։ Պարոն Տեր-Գուլանյան, Հայաստանն անդամագրվեց Եվրասիական տնտեսական միությանը եւ միևնույն ժամանակ ըստ հանրաքվեի արդյունքներով Հայաստանի 95%-ը 1991 թվականին կողմ քվեարկեց խորհրդային միությունից դուրս գալու մասին։ Հիմա հաճախ են հնչում մեկնաբանություններ, թե հենց այս Եվրասիական տնտեսական միությունը նոր խորհրդային միության վերականգնման փորձ է Ռուսաստանի կողմից եւ Հայաստանը մի կողմից ձգտեց անկախության 24 տարի առաջ, մյուս կողմից էլ ըստ որոշման արդյունքում նորից հետ է գնում դեպի խորհրդային միություն, դուք կիսում եք այդ տեսակետը։ Ոչ, էլի չեմ կիսում, գտնում եմ, որ տնտեսական միության կազմում մտնելը մի բան է, մի այլ բան է նոր խորհրդային միություն ստեղծելը։ Ժամանակին չեմ հիշում, որ հեռուստա եթերում, թե իմ էսսեների մեջ գրել եմ մի այդպիսի բան, որ ճիշտ կլիներ, որ Եվրասիական միությունը, որ ստեղծվեց, մայրաքաղաքը դառներ Սոչին, ոչ թե Մոսկվան։ Ես առաջարկել եմ այդպիսի բան։ Այսպես ասած, այնպիսի մի վայր, որը Մոսկվայի ճնշման տակ չլներ, էլի, եւ բոլոր պետությունների մոտ է միաժամանակ, այո։ Գուցե ժամանակին անեն այդ բանը, չգիտեմ, բայց ես ժամանակին առաջարկեցի կոպիտ ասած, վախենալով նաեւ ինչ մոսկովյան, հա, շորշոպներից, ինչը մենք ծանոթ ենք։ Չեմ կարծում, որ դա այդպես է, Հայաստանը երբևիցե իր անկախությունը ես մեր երիտասարդությունը, ում դուք եք ճանաչում, ես էլ բացառված է։ Ոչ մենակ երիտասարդությունը, ես նաև իմ սերունդը, որ պայքարել ենք անկախության համար։ Այսօր երիտասարդությունը ձեր կարծիքով հետաքրքրված է Հայաստանի խնդիրներով, նույն անկախության պահպանման եւ այլն։ Իհարկե մենք տեսնում ենք, որ տարբեր խնդիրների դեպքում դուրս են գալիս փողոց, ընդվզում իշխանությունների կայացրած որոշումների դեմ, բայց ընդհանուր երկրի անկախության եւ ինքնիշխանության պահպանման գաղափար արդյոք երիտասարդներին այսօր հետաքրքրում։ Իմ դպավորությամբ ինքնիշխանության եւ անկախությունը պահպանելու նպատակն է, որ իրենք անում են այդ բանը։ Իրենք անում են այդ բանը։ Միշտ չէ, որ ես իրենց հետ համաձայն եմ, ասեմ։ Բոլոր իրենց քայլերի հետ համաձայն չեմ երիտասարդների, բայց իրենց նպատակը Հայաստանի անկախությունը պահելն է, հա? Հայաստանը տնտեսապես ուժեղ տեսնելը, Հայաստանը մաքուր, արդար երկիր տեսնելն է, հա? Այս են, ինչ են ուզում իրենք, ուզում են ինչ որ բոլորս ենք ուզում, ըստ էության։ Պարզապես երբեմն տեղի ունենում նաև երիտասարդական այսպես բռնկումներ։ Դա էլ է բնական։ Ջահել ենք սովորեն։